Ծարավաղբյուրի 55 կոտորակ 5-ը երիտասարդ համալսարանականների նոր հասցեն է։ 315 ընտանիք, որոնց անդամները ներկայացնում են Երևանի պետական համալսարանի դասախոսական և վարչական կազմը, այսօր բնակարանամուտ է տոնել։ Բուսաբանական այգու հարևանությամբ բազմաբնակարան նորակառույցի հանդիսավոր բացումներ, որին ներկա էր նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Երիտասարդ ընտանիքների համար կարևոր այս իրադարձությանը մասնակցել է նաև Աննա Մկրտչյանը։ Որքան էլ դասախոսի, առավել ևս երիտասարդ համալսարանականի կոչումը հնչեղ է, այդուհանդերձ դասախոսի ընտանիքը բնակարանային պատշաճ պայմաններ ստեղծելու դժվարություններ ունի։ Եվ քանի որ ընտանեկան հարմարավետությունը աշխատանքով զբաղվելու նախադրյալներից է, ուստի այսօրվանից 315 ընտանիք, որոնց անդամներն աշխատում են Երևանի պետական համալսարանում, գիտությամբ լրջորեն զբաղվելու հնարավորություն են ստանում։ Նրանք բազմաբնակարան այս նորակառույցի բնակիչներն են։ Բնականաբար շահառուների միջոցներն են, բայց սրանք շուկայականից 2.5 անգամ տարբեր առաջարկ է, գնահառաչարկ է։ Մի կողմից էժան բնակարաններ, այսինքն ինքներժեքային մոտ գներ, իսկ մյուս կողմից մատչելի ֆինանսական գործիք, այն է հիպոթեք, բնակարանը դարձնում է միարժեքորեն մատչելի երիտասարդ ընտանիքների համար։ Մեկ քառակուսի մետրը այս համալիրում արժեցել է 170,000 դրամ։ Բազմաբնակարան այս շենքը կառուցվել է 2.5 տարում, աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը սոցիալական ծրագրի շրջանակում։ Շենքն ունի 7 շքամուտք, 9 բնակելի և 1 հասարակական և սպասարկման հարկ։ 315 բնակարան, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ստորգետնյա ավտոկայանատեղ, մանկական խաղահրապարակ։ Նորակառույցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Հանրապետության նախագահը։ Սերժ Սարգսյանը շրջեց շենքային համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքին, այցելեց նաև ԵՊՀ նախկին ուսանող զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի եղբորը։ Նրանց ընտանիքը ևս բնակարանի բանալի և սեփականության վկայական ստացավ։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո համալսարանականներն իրենց ընտանիքների անդամների հետ տանտիրոջ իրավունքով շտապեցին տուն։ Վարդանյանների ընտանիքը երկար է սպասել այսօրվան։ Սեփական տանիք ունենալը հեռավոր երազանք էր, այսօր արդեն իրականացած։ Երբ 2008 թվականին հիմք դրվեց այս բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությանը, ինձ թվում էր, թե այսօրը շատ երկար պիտի սպասեմ այսօրվան, բայց պարզվեց, որ այսօր ես արդեն կանգնած եմ իմ բնակարանում։ Հաջորդ քայլը արդեն բնականի կահավորումն է, որը կամաց կանենք։ Մինչ ծնողները մտածում են ընդարձակ բնակարանը կահավորելու ոչ դյուրին գործի մասին, նրանց երկու դուստրերը մեզ հետ կիսվում են իրենց ցանկություններով։ Ուզում եմ, որ կահույքը լինի էլի վարդագույն, էլի լինի ուրախ, ունենամ գրասեղան, որ քույրիկիս հետ դասեր անենք և խաղանք այս սենյակում։ Մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման սոցիալական ծրագիրը շարունակական է։ 2013-ի փետրվարին շահագործման կհանձնվի ևս 1050 բնակարան։ Աննա Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, Երկիրն այսօր։